Ողջույն բոլորին, ես գնում եմ համալսարան, հենց այս փողոցից էլ որոշեցի, որ վլոգը կսկսեմ։ Շատ խառը եղանակ է, սկզբում ինձ թվաց բավական տաք եմ հագնվել, թեև ուրախ էի, որ գոնե գլխարկ չեմ դրել, բայց հիմա ոնց որ նորից ամպոտում է։ Թեև ես նկատել եմ, որ Ռասիայում ու մեր կայարանում եղանակային տարբերություն կա։ Այստեղ ավելի մի քիչ սառն է լինում, հաճախ, քան այնտեղ։ Իմ առջև մի տոննա շուն է, որը մենք չնկատել։ Եվ գնան առաջ։ Խոսքով երեխեք չեմ։ 3 ժամ ունեմ։ Են անգամ ասած սակի պես չի, որ մինչև 6-ը դրսել լինեի։ Երեխեք ջան, նոր կապի եմ դուրս գալիս ձեզ հետ, դասերս բրտավ ենքան այսօր խառն էր ամեն ինչ, որ չեմ հասցրել դաշը որևէ բան նկարեմ։ Գնամ վազելով դավն ու Արտաշեսը Սուսիկ են ստանն են խորենը գործով տեղա գնացել, գնամ վազելով դավին վերցնեմ նկարչության խմբակի 3-ին, ուսամ կհասցնեմ, ավտոբուսով կգնամ, մետրոյով չեմ գնա։ Խոսքով, պես լավ տակ եղանակ է, դաժե շոքում եմ ես կուտկայով, արդեն մարդիկ եմ տեսնում անգամ կարճաթևով, Короче говоря, весна уже не за горами. Da, ուր ենք գնում։ Գլխարկը հանել եմ, որովհետև շոկ։ Համի բարձրացավ, լավ դիր։ Մենք համարյա հասանք։ Այստեղ հացով ձվածեղ եմ պատրաստում, մեզ մոտ 5 շաբթի է այս պահի դրությամբ, ես մի քիչ տնայիններ արեցի, երեխեք այդ գազանանոցի ձայները կլինի չհանեք, ու հիմա պետքա, նախաճաշը բաց ենք թողել, ճաշում ենք, բայց բոլորս սիրով սպասում ենք այս հացով ձվածեղներին, միսիկ էլ ունենք պատրաստի վիճակում, աղցան ունենք, так что համով կսնվենք։ Մենք նստեցինք, հեռախոսը Դավիթ խնդրեցինք անջատել, հեռախոսի վրա սաղ յուղ է սարը իհարկե, բայց ոչինչ, որ ընտանիքով, հա Դավ, ընտանիքով նստենք ու հանգիստ մեր ճաշը վայելենք, այո, դեռ շարունակում եմ բայց սարքել, որովհետև պոպուլյար է էլի այս տեսակը սննդի և սիրով ուտում, բայց Դավ դու այդքան մի շարի, որտև կարող է չուտես, հենց կուտես նորից կշարես, լավ? Ուզում ես հալ չի պանիրը։ Քո պանիրը արդեն ես սեղմում եմ վրա, նամնատակերի վրա ու բանը։ Հավես։ Տաբյոնին պանիր։ Մոտ է դառնում։ Դառնում է, դե վсё, բարի ախորժակ բոլորիդ։ Արտաշեսը ոնց որ հնդիկ լինի, ինքը միշտ ձեռքերով ատում, Պատահակով եմ ուտում։ Հա, բայց դե տենց հա նախընտրում, չգիտեմ։ Ես իհարկե պայքարում եմ դրա դեմ, հետո ինքս ինձ ասում եմ, Մամա ես տեսա։ արդյոք արժե պայքարել, իհարկե ինչ որ ուրիշ տեղերում, ռեստորանում կամ սրճարանում հավես չի լինի, տենց անել, բայց դե Չէ, ռեստորանում ես խելոք չպամ։ Աուտիվո, մամա թելա պիու նանում։ Երեխեք, այս գիրքը Սուսիկն է նվիրել Դավին, այդ գրքի տոնի կապակցությամբ Թումանյանի հեքիաթներն են։ Հիմա միասին ուզում ենք կարդալ։ Ճամփորդները։ Ես կարդում եմ, դու նկարները ուսումնասիրում ես, լավ։ Ինչ ասում, Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, կտուրը գիտես որն է։ Крыша, կտուր, это крыша։ Հա, իստասում, բույկարում, միատ փոչիկ չիպսի կլաբել, հետո я վելևից կլիսը թլավ։ Հա։ Ալելա։ Երեխեք ձյան ամուսնյակից բռնացրել եմ, իր իսկ առաջարկով, ասեց արի իրար հետ սուրճ խմենք, իհարկե շատ հաճելի է, այսպես ասած լվացքի մեքենայի ուղեկցությամբ, հա խոր, Շատ, ասա ինչ կամֆորտ է, երբ որ լվացքի մեքենան սերենադ է երգում, շատ ռելաքսացիոն, այո, ռելաքսիղն են կլնում գերմանացու ասած, որենի մասնագիտական, չի ասում ռելաքսիղն, բայց որտեղից այն ծանոթ այդ խոսքը, ես չեմ լսել, վայ, բայց ինչ էր թուն քո դասերից եմ լսել, ուրեմն կատակով էլ չես ասել, կարող է կատակով ասած, բայց նենց չէ, հասկացա, օ, լվացքի մեքենա, որ կստացի ֆլամաստերներից մեկը տեսնում եմ լվացքի մեքենայի հա, տակ, ես տեսել եմ, անտան, պետի հանեմ, մա, Սուսիկը գրեց հեսա մի հատ, որ վերջացնենք, տեսնեմ ինչ հա գրել, այսօր Արտաշեսը գնացել էր
Հովանես Թումանյանի թանգարան, այնտեղ հավես ժամանակ էր անցկացրել։ Եկավ տուն ասում եմ, մամ, մեր տան գրքերից մեկը այնտեղ տեսա 1903 թե քանի թվականի իздательствоя խոր։ Եվի պապիկիցը տա է մնացել։ Ես տենց տեսա ոնց որ։ Ես սխալ եմ տեսել։ Նա սովետական չէ։ Հա, թափեզի վրա։ Չէ։ Այդ դարակը մենակ կոմոդ չի, ստրես, պիտի դասավորենք էլի։ Այս մեր դարակը տակի, որտեղ նոր բաներն եք պահում, չգիտեմ, զուգանի թուղթ, տնտեսական ապրանքներ եւ այլն եւ այլն։ Ինքը միշտ խառն է։ Ես մտածում եմ էլ օրգանիզացիոնի ինչ որ բաներ առնենք, խոր։ Չգիտեմ, ոնց։ Հա, բայց մեկա չի, ոնց որ սա խառը լինի։ Մի հատ ավել եմ, բայց քիչ է։ Լավ, իրա մեկ-մեկ ես ու խորիկը սիրում ենք ինչ որ դասավորություն անենք, դուրս գրումներ անենք, երևի տենց էլի զբաղվենք։ Այդ ինչ կարանտին ուտում, ես տեսա։ Հա դա։ Առանց քեզ մենք չենք կարող ոչինչ ուտել, դու միշտ բացահայտում ես մեր գաղտնիքները։ Անեն չույկա ունի, հələ փորձեք առանց իրա մի բան։ Դու սաղ գտնում ես, այո, ես գիտեմ։ Արտաշեսն էլ եկավ, իրենը ափսեով տվեցի գնաց, բանանայում։ Իրա սիրած ինչ-որ վիդեոներից։ Ստոպ, ինչ։ Բայց Արտաշեսին ափսեով եմ տվել, որովհետև զալում էր ուտում, իսկ ստեղ իրա այդ էկլերի տակ պատստավկա կա, քոլը պատստավկայով, որովհետև սեղանի մոտ ես։ Իա։ Ուպս։ Ջուր կուզես։ Այսօր դավը մի հատ ապակյա բաժակաջարդ է, այն էլ են անդուր բաժակներից, որ մանր փշուրների էր բաժանվել, մի ժամ ես ջուրն էլ մեջը լիքս, այս մեծ պիվայի բաժակ էր, թե ով է, ես յան պլաստիկի եմ տալի, խորին էլ վերջես մի 3 հատ նոր առել է, այդ գերմանական ֆիրմայի պլաստիկովի բաժակներն շատ լավն են։ Գերմանական չի։ Բա ինչի է։ Ռուսական է։ Հա, ինքը ինքան լավ որակ ունի, իստում էր գերմանական է։ Իսկ թվում էր են ինչ մի հատ ֆիրմա կա է հայտնի, հեյով։ Մամ, գիտեմ ես ինչա շոկոլադա, բայց ինչա։ Это шоколада, просто это белый шоколада, մյուսը կաթնային, իսկ ես մեկը չորնի։ Դա։ Я видела это видео на. Հա։ Ոնե։ Մամ, դու հիշում ես, որ ես տեսել վիդեոն մազելով ուտելույա։ Այդ ուտելույա մեկ ունե, ես հիշում եմ։ Հա։ Հա, դու հիշում ես։ Լավ չեմ ճոգում ինչ ես պատմում, բայց որ ասում ես վստահում եմ քեզ։ Լայ, ինչ։ Այսա ուտում է։ Դա համոմարդ ես դու։ Ուփի։ Դիտում եմ կադր մտնելուց առաջ մազերս կարգի չբերեցի, որպեսզի տեսնեք ինձ այն մուդի մեջ, որի մեջ ես կամ, այս հիվանդանալու հետ կապված, իմ մոտ այդ կյանք հետ վերադառնալու պերիոդը շատ երկար է տևում։ Ես հենց մինչև մի հատ նորից մտնում եմ իմ կյանքի ու կենցաղի մեջ, ահագին էներգիա է ինձնից ստանում ու ահագին ինձ գցում է ռերսերից այդ պերիոդ։ Այսօր օրը շաբաթ է։ Այսօր խորենը իր մորաքրոջ մամայի պապայի հետ պետքա գնա իրա տատիկի պապիկի գերեզման, երեք խորիկի տատիկի, այսպես ասած, երկնային ծննդյան օրն էր։ Եվ հետո հետ գալուց կգան, կվերցնեն Դավին ու Արտաշեսին, կարծում եմ, ու կգնան Սուսիկենց տուն։ Ես կմնամ տանը, մի քիչ թեզիս վրա կաշխատեմ։ Մտածում էի գնալ չգնալու մասին, բայց հասկացա, որ ավելի լավ է, նախ ուզում եմ մի հատ ինձ կարգի բերել, մազերս լվանամ, մի քիչ խնամք եւ այլն։ Հետո ուզում եմ թեզը առաջ գցեմ մի քիչ, ֆիլմ նայեմ, չգիտեմ, սենց տարբեր բաներ է էլի սիրտս ուզում։ Չնայած որ եղանակները արդեն գարնանային են, ես զգում եմ, որ ես դա ձմռան դեպրեսիվ այդ մուդի մեջ եմ ու չեմ կարողանում հասկանալ, որ գարունը արդեն մոտ է, թեև իրական դեռ ձմեռ է, փետրվարն է, բայց մեկ է, եղանակի որ նայես կմտածես արդեն գարնանային է, թեև երեք տեսա, որ ձյունախառն անձրև է սպասում, բայց ինչևէ, այն միտքը, որ գարուն է գալիս, արդեն իսկ չէ, ջերմացնող է, ուղղակի, չգիտեմ, մի տեսակ ինքան սենց տոլի հոգնած եմ,
հյուծված եմ, մտքերս են խառը, ինչ-որ սենց շատ սենց խմորումների մեջ եմ, էլի, ինքս ինձ չեմ կարողանում գտնել, ու տենց մի քիչ ոնց որ մազերս են, այդ նույն ձև հոգեվիճակս է, չգիտեմ, շատ հույսեր եմ կապում Գարնան հետ, միգուցե որ Գարունը գա իմ սենց կյանքն էլ մի քիչ ուրիշ ձև փոխվի, դες հետ անկեղծ լինեմ, այն փուլերում, երբ որ իմ սննդակարգը լինում է անառողջ, այսինքն երբ որ քաղցրը շատանում է իմ կյանքում, ես չգիտեմ քաղցրը ֆիզիոլոգիապես դրա վրա ոնց է ազդում, հոգեպես գիտեմ ոնց է այն վրա ազդում, բնականաբար քաղցրը չարաշարելու այն գիտակցումը կա, որ քաշես ավելացնելու, այդ գիտակցումն էլ արդեն իսկ ազդում է տրամադրությանը վրա, բայց բացի այդ, նաև կարծես ֆիզիոլոգիապես քաղցրի առկայությունը ինձ զրկի էներգիայից։ Ես նմանվում եմ խոտի, ով որ ուզում է ամբողջ օրը պառկել, ինչ-որ ֆիլմ նայել, ու ինչ-որ քաղցր մի բանով սուրճ կամ թեյ խմել։ Այ այդպես ինքը ինձ գցում է։ Ես փորձում եմ դուրս գալ այդ վիճակից, անկեղծ, տանել չեմ կարողանում այդ վիճակը, տանել չեմ կարողանում։ Բայց բավականին դժվար ամանորը իմ մոտ ամեն տարի այդպիսի մի հատ էտապի սկիզբ է դնում, որովհետև ամանորին ես լիցքաթափվում եմ, թողնում եմ իմ սննդակարգը, ամբողջ տարվա այդ զրկվածությունը կարծես ափերից դուրս է գալիս ու հետո հետ վերադարձը ինձ շատ դժվար է տրվում, շատ սենց ծանր ապրումների գնով, չգիտեմ, ես ինձ խոստացել եմ, որ այս տարի պիտի փորձեմ արմատապես լուծել այդ իմ սննդային վարքի հետ կապված խնդիրները, ովքեր այս հարցում անդեղյակ են և չգիտեն ինչ առհասարակ այդ սննդային վարքի խանգարումը, դրան կարող են տալ շատակերություն անունը, դրան կարող են տալ քաղցրակերություն անունը, դրան կարող են տալ էլի հազարումի անուն, բայց դա լուրջ հոգեբանական արմատական խնդիր է, որը պետք է լուծել։ Դա տատիկենց տունես գնալու։ Ուր էի հասել, դա վճուր ուզեց տվեցի։ Մի խոսքով, դա լուրջ խնդիր է իրականում, լուրջ արդիկ հոգեբանի են դիմում, հոգեթերապիային անցնում, որպեսզի այդ ամեն ինչը հաղթահարեն։ Ովքեր որ ունեն այս խնդիրը կհասկանան ես ինչի մասին եմ խոսում, ինքը ահա որ ձևի ազդում է մարդու կյանքի որակի վրա, ահա որ ձևի։ Իրա պատճառով դու կարես ապրելու ցանկություն անգամ կորցնես, ու սա այն մասին չի, որ դու քաղցր ես ուզում ուտել, կամ այն մասին չի, որ դու անկուշտ ես, չէ։ Դու ուտում ես առանց ուզելու, դու ուտում ես այդ սրիվների, ասենք շրջանում, մարդը կարա ուտի մինչև սրտխառնոց, առանց ուզելու, այսինքն սա նրա մասին չի ստամոքսդ կշտացավ, թե չէ, սա էմոցիոնալ, պիրիդանիայի էմոցիոնալ շատակերության մասին է, որ մարդը իր ապրումները սննդի միջոցով փորձում է ապրել։ Մի խոսքով, այդ ամանորից հետո իմ մոտ միշտ լինում է այդպես սրիվի էտապ, որը ես ընդհուպ մինչև ամիսներ չեմ կարողam հաղթահարել, իսկ այս տարի ինչ-որ յուրահատուկ ձևի զգում եմ, որ չեմ կարողանում վերադառնալ իմ բնականոն գրաֆիկի, չեմ կարողանում, ինձ զգում եմ, սենց ասած, տպավորությամբ, որ ես էլ երբեք չեմ կարողանա իմ նորմալ գրաֆիկին անցնել։ Ուղղակի լավ է նա, որի տարբերություն է ժամանակների, հիմա ես ավելի գիտակցված եմ այդ ամեն ինչի մոտենում, ու մեկ-մեկ ասում եմ ուղղակի քեզ ժամանակ տուր, մինչև սենց ասած հոգեբանորեն կուժեղանաս, հա, սպառված ես քեզ կում, պետքա ժամանակ տաս, մինչև մարդ ես, նորից լիցքավորվես, նորից էներգիա կա վրադ, նորից քեզ կարգի հրավիրես, նորից կարողանաս շարունակել պայքարել, բայց իմ ամբողջ ցանկությունն էլ հենց այն է, որ ոչ թե ես պայքարեմ անդադար, իսկ ես ինձ հիշում եմ, եթե 13 տարեկանից 12, ես պայքարում եմ սրա դեմ։
Այսինքն ես ոչ թե ուզում եմ այդ զսպվածության, ձգվածության, զրկանքների ճանապարհը շարունակեմ, ես ուզում եմ խնդիրը նենց արմատախիլ անեմ, որի մոտ չլինի էլ այդ ռաստրոյստվան, որի մոտ չլինի էլ այն միտքը, որ տխուր եմ պետքա քաղցր ուտեմ, որ հոգնած եմ պետքա քաղցր ուտեմ, որ կյանքումս այդ դժվար պերիոդա պետքա քաղցր ուտեմ, որ առողջ, adekvat հարաբերություններ լինի սնունդի եւ իմ միջեւ, ու ես սնունդը չդիտարկեմ որպես էմոցիաներս հանելու փարատելու միջոց։ Իսկ ինձ հասկացաք։ Ոբշեմ աղջիկներ չան։ Ինչի կիսվեց այս թեմայը, որովհետև գիտեմ, որ շատերի մոտ սա արդի խնդիր է, շատերը այս խնդրի մեջ իրենց մենակ են զգում, իրենց զգում են, ովքեր էլ ծանոթ չեն այս երևույթին, իրենց կարող է համարեն շատակեր, կարող է էլ ավելի շատ իրենց դատապետ են դրա համար, բայց իմացեք, որ սա լուրջ խնդիր է։ Խոսքը նրա մասին չի, որ մարդս էս պրյամ, չգիտեմ, ուղղակի շատ է կարողանում ուտել, խոսքը նրա մասին է, որ դու չես ուզում ուտես, որ քո օրգանիզմը կուշտ է, որ իրան պետք չի, բայց դու շարունակում ես քեզ սենց պատժես, ուտես, դա միացածելի պրոցես է երեխեք ջան։ Ուղղակի ես ինչ եմ սես մանրամասնում, այս հարցում տգետ մարդիկ, տգետ բառը վիրավորական բանով չեմ ասում, տգետ այսինքն ոչ գիտակ, հա, այս հարցը չուսումնասիրած, այս երևույթին անծանոթ մարդիկ դրան տարբեր անուններ են տալիս։ Ու այդ մարդիկ, ովքեր ունեն այս ամեն ինչ, իրանց շատ անգամ զգում են վիրավորված, հա, որ շատակերի պիտակ կա իրանց վրա փակցրած կամ ծակաչկի պիտակ կարող է լինի իրանց վրա փակցրած, բայց իմացեք, որ ժողովուրդ ջան, դրա մասին գրվում են գրքեր, դրա հետ կապված անցնում են թերապիաներ, տարիներով դա բուժում են մարդիկ, հա, բուժելը դնում են բանի մեջ, ճակերտների մեջ, հաղթահարելու նպատակով լիքը քայլեր են անում, так что այդ երևույթը կա, այդ երևույթը մտածածին չի, ինքը իրական է, ինքը բարդ է շատ ու իր կախվածության աստիճանով սննդային կախվածությունը չի զիջում նիկոտինային, թմրանյութային, ալկոհոլային կախվածություններին, ինքը նույն ժանրի կախվածություն է, շատ դաժան, շատ ուժեղ ու շատ ցավալի։ Այսինքն ասում եմ, որ իմանաք երեխեք ջան։ Ու եթե ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ունեն այս խնդիրը, եթե հոգեպես այնքան հարուստ չեք, այնքան լի չեք, որպեսզի այդ մարդուն կարողանաք օգնել, աղաչում եմ ձեզ, երբեք ոչ մեկին սննդային վարքը չեք դնում քննարկման, չեք դատապարտում, արտաքինը չեք մեկնաբանում, կոմենտներ չեք անում, չեք վիրավորում, չեք դիտարկում որևէ մեկի արտաքինը կամ սննդային վարքը։ Դա ասում մեր գործը չի, ամեն մեկը իր առանձին ցավն ու ճանապարհը ու դարդը ունի, թողեք ամեն մեկը իր դարդով տապակվի։ Ես մեկ հորին հետ եմ ասում, եթե ես այսքան ուժեղ տիպաժ չլինեի, ես հանգիստ կարայի դառնալ այն մարդկանցից մեկը, ով որ ունի, չգիտեմ, 300 կիլոգրամ քաշ։ Այսինքն, եթե ես տրվեի այս խանգարմանը, եթե ես չկիրառեի ու չբանեցնեի գիտակցությունը ու կամքի ուժը, ես հանգիստ կարայի գլորվեի անդունդը, հանգիստ, այն явишу 300 կիլոգրամ հաղորդումը կա է, այնտեղ բոլոր այդ մարդիկ ունեն այդ ՌՊՊ-ն, расстройство пищевого поведения, ու եթե ես իմ այդ ուժեղ տեսակով չկարողանայի ճնշել այդ ամեն ինչը, ինձ չհավաքեի ամեն անգամ դες փյունիկի պես մոխրից ու նորից չվերադարձնեի ինձ կյանքի, ես էլ կարող լինեի ճարպակալման մեծ ցուցանիշ ինդեքս ունեցող մարդկանցից մեկը։ Ու մի անգամ իմ շատ նշփանկատ հետևորդներից մեկը երբ որ գրեց ինչքան քեզ հիշում եմ նիհարում ես արտահայտությունը, այդ բանի ես եւս մեկ անգամ ինքս ինձ ասեց ինչ լավ է որ դու չես հասկանում ոչինչ ես ամեն ինչից, թող որ դու ասենք չգիտեմ տկարամիտ ես ոլորտում ու թող որ դու ցավացնում ես այն մարդկանց ովքեր կարող է այդ պահին շատ ազդվեն այդ խոսքից, բայց լավ է որ գոնե դու չգիտես այդ ինչա, այն որ երախտապար տեղի որ դու չես հասկանում այդ ինչա այդ անդադար պայքարը, թող որ ոչինչ մի հոգի լինի անմակարդակ եք հարցում, մենք դա մի կերպ կտանենք, կարճ ասած, եթե առաջ է շատ ծանր էի տանում այդ դիմացի քլնգոցները, հատկապես լինելով միդիինի մարդ, հիմա երեխեք ենքան ամուր եմ դարել այդ առումով, հիմա իմ միակ ապրումների առարկան ինքս եմ, ես ինքս իմ մտորումներով, բայց
Այն որ այդ մեկնաբանություններից ազդվելու փուլը, նեգատիվ այդ մարդկանց ինչ-որ խոսքերից, մտքերից, անշնորհք ռեպլիկներից, ասենց սրտնեղելու էտապը անցել է ու դա գիտեք երբ եղավ, գիտեք 29 տարեկանում իմ այդ 30-ին մոտենալու շեմին մի տեսակ ոնց որ ճպտիկ անջատեցին ու ես սկսեցի չազդվել, ոնց որ ուժեղացա, այո, չգիտեմ էլ դա լավ է թե վատ, բայց հիմա միակ բանը, որը ինձ տխրեցնում է, ինքս եսը, այսինքն իմ մտքերը, այդ իմ խմորումները ներքին, ոնց անեմ, ոնց լուծեմ այս հարցը հասկանում եք, իմ թիվ մեկ նպատակը հիմա լուծել խնդրի արմատը, ոչ թե անընդհատ պայքարել այդ սիմպտոմների դեմ, այլ հենց արմատը լուծել։ Մտածում եմ ճանապարհներ, մտածում եմ, դեռ մտածում եմ։ Այսքանը, մի քիչ խոհափիլիսոփայական, ասենց ոչ պոզիտիվ ավարտ եղավ, բայց ինչպես ասում են, մեր կյանքը միշտ չի, որ պոզիտիվից է բաղկացած միայն, սրանք լրիվ ռեալ երևույթներ են, լրիվ ռեալ ապրումներ, որոնք կան եւ իրավունք ունեն լինելու, եւ իրենցից ջայլամի քաղաքականություն բարելով չես փախչի, հետեւաբար այս թեմաների մասին եւս պետք է խոսել եւ այն մարդիկ, ովքեր այս տիպի իրավիճակներում են, եւս պիտի զգան, որ իրենք մենակ չեն։ Короче говоря, հիմա ինչ եմ ուզում անել, ես կմոնտաժեմ այս հոլովակը արագ, որ դուք չմնաք առանց վիդեո, նոր հետո արդեն մնացածը, սկզբում դուք, հետո մնացածը։ Մերսի, որ նայեցիք մինչև վերջ, մերսի բոլոր մեկնաբանությունների, լայքերի, ջերմ խոսքերի համար, ես բոլորը փորձում եմ կարդալ, հնարավորությանս մաքսիմումի չափով պատասխանել, դե, ինչպես ասում են, երեխեք ջան մնացեք բարյավ, խաղաղ, եւ մենք արդեն կհանդիպենք մեր հաջորդ վլոգի շրջանակներում։ Սիրում եմ ձեզ, բայ բայ։